Պարոն Առաքելյան, շուտով Փարաքարի և Գյումրի համայնքապետերի ընտրություններն են, ինչ կարելի է սպասել Փարաքարից, ըստ ձեզ ով կանցնի, քանի որ Նիկոլ Փաշինյանը պտտվում է և կարելի է ասել քարոզարշավի ինչ-որ մի մաս է կազմում այդ ամենը։ Դե դա իրենց գործն է, հիմա Նիկոլ Փաշինյանը բոլոր գործերը թողած զբաղվում է իշխանության պահպանմամբ և թիմ ընտրություններն էլ արդեն դարձել են Նիկոլ Փաշինյանի ընտրությունները, այնպիսի տպավորություն է, երկիրը որևիցե խնդիր չունի և սա ուղղակի ամոթ է, որովհետև այս ամենը այն որ ժողովուրդը ճանաչում է Նիկոլ Փաշինյանին, իր վարքագիծը դա պարզ է, բայց երբ նայում ես, ասենք, միջազգային հանրության տեսանկյունից, նայում ենք, թե մենք ինչ մարտահրավերներ ունենք տարածաշրջանում, աշխարհում ինչ է կատարվում, հետո երևի քարտեզրաման են գալի, այդ փարաքարներ չեն գտնում, բայց երկրի ղեկավարը փարաքար է գնում, ինչ-որ համերգի է մասնակցում, բայց այս ամենը մեր համար անակնկալ չէ։ Մեր համար շատ կարևոր է Փարաքարի ընտրությունները, որովհետև նախորդ անգամ մասնակցելով, նաև այս տարիների ընթացքում բազմաթիվ խնդիրներ, դատական վեճեր, ի վերջո իրենց այս խայտառակ կառավարումը բերեց հասցրեց արտահերթ ընտրությունների։ Հուսով ենք այն վստահությունը, որ փարաքարցիները տվել էին ու նաև դրանից հետո Փարաքարի հետ մեր թիմի աշխատանքները կբերեն նրան, որ հիմա ավելի շատ ձայներ կհավաքենք ու առանց որևէ ուժերի հետ համագործակցության կարողանանք միաձայն ստանձնել համայնքի ղեկավարումը։ Ձեր թեկնածուի Վոլոդյա Գրիգորյանի շանսերն ինչպես եք գնահատում, քանի որ Գյումրիում ասում են նախկին համայնքապետն է թեկնածուն առաջին տեղում է, դուք ինչ եք կարծում, ձեր թեկնածուն ինչ շանսեր ունի։ Բարձր են գնահատում, իհարկե, ի վերջո ժողովուրդն է որոշում ընտրության արդյունքները, մենք վստահեցնում ենք, որ մեզ տված քվեն կարձանագրվի եւ եթե քաղաքացիները իրենց վստահությունը կտան Վալոդյա Գրիգորյանի գլխավորած թիմին, շատ լավ կլինի։ Այն շփումները, նաև քննարկումները ոչ միայն այս օրերին, այլ նաև 3 տարվա ընթացքում այս որ ունեցել ենք, մեզ տալիս է վստահություն, որ ավելի էական ձայներ կհավաքենք, քան նախորդ ընտրություններում։ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ սա վերջին շանսն է։ Ինչ եք կարծում։ Չեմ կարծում, որ իմաստ կա Նիկոլ Փաշինյանին մեկնաբանել, վերջի շանսը, ասենք, խոսքը Գյումրի ընտրությունների մասով է։ Նիկոլ Փաշինյանի այդ հերթական այդ քարոզչական նախկինների այդ թալանչիների արդեն ժողովրդի համար դարձել է ծիծաղելի, որովհետև շանս չունի ձեր գնահատումով։ Խնդիրը գիտեք որն է, որ հերթական անգամ գալիս է այդ նախկին ներկա քննարկումների մեջ է մտնում, հիմա էլ այդ ապօրինի գույք, ընդհանրապես որևիցե առնչություն չունի դա Գյումրի ընտրությունները, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, այդ ապօրինի գույքով եթե զբաղվում են, թող ավելի արագ, ավելի մեծ տեմպերով զբաղվեն, որը թիմ ընտրությունների հետ կապ չունի, այսինքն այնպեսի տպավորություն է, որ եթե Գյումրի ընտրություններում, այսինքն այդ ներքին խժդժությունները չլներ, ինչ այդ ապօրինի գույքը հետ չէին վերադարձել, այսինքն անիմաստ ինչ-որ մեկնաբանություն է, Նիկոլ Փաշինյանին թվում է դեռ 18 թվականի են թեզերը, որոնք այդ թալանի վերադարձի ժողովրդի վրա կարևորվելու է, իհարկե չէ, որովհետև նաև ժողովուրդն էլ է տեսնում, որ այդ մասով է որևէ արդյունք չկա, այսինքն նախկին իշխանությունների այն ներկայացուցիչները, որոնց նկատմամբ կար խիստ բացասական վերաբերմունք, շարունակում են իրենց բիզնեսները, շարունակում են իրենց առօրյան այնպես ինչպես իրենց ժամանակ եւ այդ 1-2 ինչ-որ գույքերի բռնագանձումը իհարկե կարեւոր է, բայց մի կարեւոր արձանագրում է կա, ընդհանրապես բյուջեի մուտքերը հանրության համար կարեւոր է ոչ թե մուտքերի արկայությունը, այլ այդ մուտքերի հաշվին ծախսերի արդյունավետությունը։ Եթե հիմա տեսնում են, թե իշխանությունները ինչ վարքագծով են ապրում, այդ պարգևավճարներ, մեքենաներ եւ այլն, այդ շրջագայություններ, հետեւաբար ինչ է ստացվում, որ այդ նախկինների թալանածը հետ վերադարձնելով հիմա ծառայում է իրանց, այսինքն ժողովրդի կյանքում որևէ դրական տեղաշարժ չկա, առավել եւս վերջին ամիսներին այս սոցիալ-տնտեսական խնդիրում, հետեւաբար այդ թեզերը Գյումրիում էլ չի աշխատելու, ես կարծում եմ, որ դեպ Գյումրիում շատ ուժեր են մասնակցում, մեր պատկերացումները այն է, որ ձևավորվի իշխանություն առանց ԿՊ-ի, սրանով նաև շատ կարևոր արձանագրում կունենանք, որ հանրությունը տեսնի, որ ընտրություններով հնարավոր է ԿՊ-ին հաղթել։ Դրա համար էլ մենք 2 տեղն էլ մասնակցում ենք, որովհետև մենք համոզված ենք, որ հաջորդ ազգային ժողովի կլինի հերթական թե արտահերթ ընտրություններ, ժողովուրդը պետք է տեսնի, որ ընտրություններով հնարավոր է ԿՊ-ին հաղթել եւ այս համայնքները կլինեն դրա համար լավ օրինակ։ Եթե ԿՊ-ն չհաղթի, այդ օրինակով ինչ եք կարծում, իրապես Երևանում հաղթել կլինի։ ԿՊ-ի պարտությունը էական մթնոլորտ կփոխի հանրության մոտ, որ տեսնելով, որ այո Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը պարտվում է, քանի որ Գյումրին երկրորդ քաղաքն է եւ այդ ընտրությունների ազդեցությունը ամբողջ հանրապետության վրա կլինի, սա հասարակության մոտ այս հիասթափության եւ անտարբերությունը մի փոքր ինձ թվում է
փոխի ու նաև քաղաքական ուժերի մոտ էլ, որտեղ նաև ցավում են, որ բազմաթիվ ուժեր նաև երկրի երկրորդ քաղաքում ընտրությունների չեն մասնակցում, ավելի կողքեվորի եւ այս առաջիկա ընտրական process-ների համար բավականին մեծ ինդիկատոր կհանդիսանա Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմին ընտրություններով հեռացնելու։